Gates, ոնց որ կասել բավարարացի հարևանս։ Մի խոսքով հայություն, եղբայրություն։ Ամերիկյան տնտեսական ճգնաժամը, ֆոնդային բորսայի տնտեսական արժեքային բորսայի ճգնաժամը ու դրա ներազդեցությունը մեր վրա, Հայաստանի տնտեսության վրա, պարոն Հակոբյան, խնդրեմ։ Համեցեք։ Նայեք, քանի որ Տրամպը հայտարարեց այդ իր պրոտեկցիոնիստական քաղաքականություն եւ արդեն ամսի 5-ին ուժի մեջ մտավ, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Բնականաբար շատ կամպանիաներ ամերիկյան բրենդներ, այսպես նկար iPhone եւ այլն, այդ բոլոր կամպանիաների մեծ մասը արտադրվում են կամ դրսում կամ դրսից ստանում են դոտացիա, չէ, ստանում են ինչ որ նյութեր, ինչ որ պայեստան մասեր։ Չկա այդպես մի լուրջ արտադրություն Ամերիկայում կամ ցանկացած այսօր Եվրոպայում, որը միայն իր սեփական ամբողջ իր սեփական միջոցներով փոխկապացված է։ Դες համաշխարհային էկոնոմիկա մենք ինչքան ուզում ենք գոռան կոչենք, որ մենք դեմ ենք գլոբալիզմի, գլոբալիզմը դա բնական process է տնտեսական զարգացման համար։ Ամբողջ աշխարհը այսօր գլոբալիզացված է։ Քանի որ այդ առևտուրը գլոբալ է, առևտուրը այդ համագործակցությունը, կոոպերացիան, այդ մասնագիտացումը, ասենք մի երկիր մի բանի վրա է մասնագիտացած, մյուս երկրը մի բանի վրա։ Իրար հետ կոոպերացում են, միանում են մի հետաքրքիր բան է ստեղծում։ Դա բնական երևույթ է։ Դա այսօր ուղղակի առանց հասկանալու, որ մենք գլոբալիզմի դեմ ենք, այդ նշանակում մենք դեմ ենք ընդհանրապես զարգացմանը։ Ուզում եք քարանձավներ էլի։ Հա, կարող այդ նույն լոգիկայով վերադառնանք քարանձավներ, այո։ Դուք պատկերացրեք, այսօր ձեր երեխան ընդունվել է, չգիտեմ, արդեն արտասահման է սովորում, ու դուք պետք է փոխանցեք այդ երեխայի համար։ Հիմա ինչ է, չկարողանան գլոբալիզմը սխալ է, այդ բանկերը որ գլոբալ փոխանցումներ են կատարում, կամ որ սամոլյոտները թռնում են, գնում են, մարդիկ գալիս են, կամ որ ապրանքներն են տենց գնում գալի։ Դա սա գլոբալիզմի ասածը դա է, կամ որ կադրեր են փոխանակվում իրար մեջ, ստեղից են մասնագետներ գնում, ընդեղից են գալի մասնագետներ։ Մեր հարցազրույցը գլոբալիզմ։ Նույնիսկ տարբեր վիճակական կենտրոններում, ինչ որ մի հատ լուրջ հիվանդություն բուժելու համար տարբեր աշխարհից բժիշկներ են հավաքում իրար հետ մտածում, կոնսուլյում, եւ այլն։ Դες գլոբալիզմը դա նա է, որ մարդիկ չեն պարփակված նեղ իրենց միայն պետական համակարգում։ Այսինքն չէ, մեր բազայությունը վրա, պարոն Հակոբյան։ Հա, ինչ եմ ուզում ասել, քանի որ աշխարհը գլոբալ է, իր ֆինանսական համակարգը առավել եւս գլոբալ է։ Հետևաբար ինչ որ եթե խնդիրներ լինում է ինչ որ լուրջ տնտեսություններում, որ այսպես ինչպես Ամերիկան կամ կարող Ճապոնիա, Չինաստան, հաստատ անդրադառնում է մնացածի վրա։ Նույնպես վերցնենք, մոտավորապես Չինաստանը մոտավորապես 1.5 տրիլիոն դոլարի ապրանք է վաճառում Ամերիկա։ Ամենամոտ մի այդքան էլ Եվրոպա։ Համարյա Իտալիայի հնայի չափ։ Մենակ Եվրոպան, Ամերիկան, Չինաստանին տալիս են 3 տրիլիոն դոլար էքսպորտ։ Պատկերացնում եք։ Հիմա պատկերացրեք, որ եթե հանկարծ Ամերիկան, ասենք, դնում է տարիֆներ, չէ՞, Տրամպը մաքսային տարիֆներ, 25% պետք է վճարես, որ քո ապրանքդ վաճառվի Ամերիկայի շուկայում։ Հետևաբար պատկերացնենք առևտրական կազմակերպությունը կոնտրակտ է կնքել Չինաստանից ստանում է ապրանք, 25% վճարումը ինքը հաստատ պետք է արդեն մի 30% թանկացնի, չէ՞ դա։ Բնական է։ Չէ՞։ Իհարկե։ Արդեն ասենք այն ապրանքը որ կոպիտ ասած 100 դոլար էր վաճառում, պետք է արդեն 130 վաճառի։ Հետևաբար հարց է ծագում, 130 դոլարով բարձի որ արդեն սպառումը դրա քիչն է, չէ՞։ 100%։ Որտեղ մարդիկ այնտեղ ասենք անտիվ անսահմանափակ բյուջեներ չունեն։ Չինական ապրանքները հիմնականում առնում են ոչ հարուստ մասը։ Ճիշտ է։ Այդ ոչ հարուստ մասը շատ սահմանափակ հնարավորություններ ունի եւ նրանք շատ ծանրաբեռնված են բոլորի բյուջեները, հիփոթեկաների տարբեր վարկերով, եւ իրենց համար ասենք այդ 30% թանկացումը շատ զգալի է։ Դրա համար մարդիկ դժգոհ են։ Բայց մյուս կողմից եթե դա չթանկանա, ամերիկյան ապրանքը քանի որ ինքն արժեքն ավելի թանկ է, որ իրենք սկսեն արտադրել, դա չի վաճառվի ամերիկյան շուկայում։ Հետևաբար կստացվի, որ գոնե եթե ամերիկյան ապրանքը դնել 150 դոլար, չինական ունի 130, մարդը կարող է արդեն մտածի, ես չինական առնեմ 130, թե 150-ով, արդեն հեշտ անդրել ամերիկյանը 20 դոլարի տարբերության տեղ է տալ, հա, որտեղ արդեն որակայի բանի հարցեր կա, մի քիչ պատրիոտիզմի, չէ՞։ Հա, ամեն դեպքում սոտեկի չինական ապրանքի իմիջը այդքան բարձր չի, քան ամերիկյանը։ Միանշանակ։
Իվակեն կներեք, Շնորհակալություն։ կներեք, իվակեն։